Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Հեռուստասերիալի մասին խոսելիս Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հեռուստասերիալի ավարտը նախատեսված է տարվա վերջ։ Նշանակում է, որ դեռ երկար ամիսներ կարող ենք վայելել մեր սիրված դերասաններին էկրաններին։ Բայց խոսքը Էռնայի կերպարի մասին է, որը լինելու է ամենաողբերգական ավարտներից մեկը։ Էռնայի հնարավոր մահը հեռուստասերիալում կարող է դառնալ ամբողջ պատմության ամենաողբերգական և ամենաազդեցիկ շրջադարձերից մեկը։ Իսկ եթե իսկապես հաստատվել է, որ Էռնայի դերակատար Ռուզաննա Մանուչարյանն ավարտել է իր նկարահանումները, ապա շատ հավանական է, որ հերոսուհու գիծը մոտենում է ավարտին։ Թեև մինչև սերիաների ցուցադրումը հնարավոր չէ լիովին վստահել մահվան տեսարան է լինելու երկար բացակայություն, թե այլ լուծում։ 2 օր առաջ Ռուզաննա Մանուչարյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում էր Էռնային, տեղեկացրել է, որ իր վերջին նկարահանման օրն է ու վերջին կադրերից պարզ է դառնում, որ այնտեղ, որտեղ ավարտվել են նկարահանումները, շտապ օգնության մեքենա է, իսկ սա նշանակում է, որ Էռնան իսկապես մահանում է հեռուստասերիալում։ Սյուժետային առումով Էռնայի մահը բավական ծանր հետևանքներ կունենա գրեթե բոլոր գլխավոր հերոսների համար, առաջին հերթին Հունանի համար։ Չնայած Հունանն ու Էռնան վերջին շրջանում հակասությունների մեջ էին, Էռնան այն քիչ մարդկանցից էր, ով կարողանում էր Հունանին ասել այն, ինչ մյուսները չէին համարձակվում։ Նա գիտեր շատ մութ կողմեր ու սխալներ, բայց միաժամանակ շարունակում էր նրան իր ընտանիքը համարել։ Եթե Էռնան մահանա, Հունանը կարող է առաջին անգամ իսկապես կոտրվել։ Ռաֆի պատմությունը, Լեայի հեռանալը, Ավոյի վերադարձը, այս ամենը ծանր հարվածներ էին, բայց քույր կորցնելը բոլորովին այլ բան է։ Այդ դեպքում հեռուստադիտողները կարող են տեսնել Հունանի այն կողմը, որը մինչև այժմ գրեթե չի երևացել՝ մեղքի, ափսոսանքի, ուշացած զղջման մեջ գտնվող մարդուն։ Ավոյի վրա ազդեցությունը նույնպես մեծ կլինի։ Վերջին շրջանում որքան էլ տարօրինակ հնչի, Ավոն և Էռնան դարձել էին սյուժեի ամենաբարդ հարաբերություններ ունեցող զույգերից մեկը։ Նրանք միաժամանակ կարող էին ատել միմյանց, մեղադրել, վիճել, բայց նաև ինչ-որ չափով հասկանալ։ Շատ հետաքրքիր էր Արամի գիծը այս պատմության մեջ։ Վերջին ամիսներին Արամն էր այն մարդը, որը մի քանի անգամ օգնության հասավ Էռնային։ Նա փրկեց նրան վտանգավոր իրավիճակներից, փորձեց պաշտպանել, երբ մյուսները չէին հասկանում նրան։ Այդ պատճառով հեռուստադիտողների մի մասը նույնիսկ ենթադրում էր, որ սերիալը կարող է աստիճանաբար տանել դեպի Արամ-Էռնա հարաբերությունների ձևավորում։ Եթե Էռնայի պատմությունն իսկապես ավարտվի մահվամբ, ապա այդ հնարավորությունը այլևս երբեք չի իրականանա և հենց դա կարող է դարձնել նրա մահը ավելի ցավոտ։ Շատ հետաքրքիր հարց է առաջանում հեռուստադիտողների մոտ. արդյոք Էռնայի մահը սկզբից էր նախատեսված։ Սովորաբար նման երկար սերիալներում 2 տարբերակ կա։ Առաջին տարբերակը կերպարի ավարտը նախապես գրված է սցենարում, այդ դեպքում հեղինակները դեռ ամիսներ առաջ որոշել են, որ հերոսուհին պետք է մահանա, որովհետև նրա մահը շարժելու է մյուս հերոսների պատմությունները։ Երկրորդ տարբերակը ստեղծագործական կամ արտադրական որոշում է ընդունվել ավելի ուշ։ Երբեմն դերասանները ցանկանում են ավարտել մասնակցությունը, անցնել այլ նախագծերի, կամ պարզապես ավարտվում է նրանց պայմանավորվածությունը և սցենարիստները ստիպված են կերպարի համար նոր ավարտ գրել։ Քանի որ մենք չունենք պաշտոնական հայտարարություն սցենարային որոշումների մասին, դժվար է ասել, թե որ տարբերակն է այս դեպքում ճիշտ։ Բայց եթե նայենք Էռնայի վերջին ամիսների սյուժեին, կարելի է նկատել, որ նրա շուրջ արդեն երկար ժամանակ կուտակվում էին վտանգավոր իրավիճակներ, կոնֆլիկտներ և դրամատիկ պահեր։ Դա կարող է նշանակել, որ հեղինակները վաղուց էին պատրաստում նրա գծի ավարտը։ Էռնայի կերպարի առանձնահատկությունն այն էր, որ նա երբեք ամբողջությամբ դրական կամ բացասական հերոս չէր։ Նա խեղճ էր, կոտրված ու փորձում էր ամեն կերպ հասկանալ Ավոյին, ինչը Ավոյի դեպքում նման իրավիճակը չէր։ Նա սխալներ էր անում, խաբվում էր, զայրանում, սխալ մարդկանց էր վստահում, բայց միևնույն ժամանակ նա շատ մարդկային էր։ Նրա վախերը, մենակությունը, ընտանիքի հանդեպ կախվածությունը և սիրված լինելու ցանկությունը նրան դարձնում էին իրական կերպար։ Հենց այդ պատճառով էլ նրա հնարավոր մահը կարող է ուժեղ արձագանք ստանալ հեռուստադիտողների շրջանում։
Եթե այս զարգացումը հաստատվի, ապա գոյամարտի պատմությունը կմտնի նոր փուլ։ Հունանը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի, Ավոն ավելի վտանգավոր, իսկ Լեայի և Լեոյի պատմությունը կարող է երկրորդ պլան անցնել որոշ ժամանակով, քանի որ բոլոր հերոսները ստիպված կլինեն արձագանքել այս կորստին։ Մի բան հաստատ է, Էռնան այն կերպարներից էր, որը մշտապես շարժում էր սյուժեն իր որոշումներով, գաղտնիքներով և հարաբերություններով։ Եթե նրա ճանապարհն իսկապես ավարտվում է, ապա դա պարզապես մեկ հերոսի հեռացում չի։ Դա կլինի մի իրադարձություն, որը երկար ժամանակ ազդեցություն կունենա գոյամարտի բոլոր հիմնական գծերի վրա և կարող է փոխել սերիալի ընդհանուր մթնոլորտը։